Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է կրիպտոարժույթների ոլորտը կարգավորող օրենքի նախագիծը, որն իր բոլոր դրույթներով հակասում է մեր պետական եւ տնտեսական շահերին, այս մասին հայտարարել է Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Ըստ նրա, միջազգային առաջադեմ փորձից օգտվելու փոխարեն, որում կան հավասարակշռված մոդելներ, ընտրվել է կարգավորումների ամենատոտալիտար տարբերակը, որը հաջողության նախադեպ չի ունեցել։ Օրինագծի ընդունման դեպքում կկասեցվեն խոշոր ներդրումները, խորապես կտուժի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, կդադարեն արտաքին ֆինանսական հոսքերը դեպի Հայաստան, հատկապես այն երկրներից, որոնք բանկային համակարգի հետ խնդիրներ ունեն։ Քաղաքացիների փոխանցումների վրա խնայած միջոցները կգրպանեն հայկական եւ միջազգային բանկերը, միաժամանակ այս օրենքով Հայաստանը կզիջի իր թվային ինքնիշխանությունը արժույթի միջազգային հիմնադրամին եւ միջազգային ֆինանսական կառույցներին։ Կոչ եմ անում բոլոր պատգամավորներին անկախ քաղաքական դիրքորոշումից դեմ քվեարկել այս խայտառակ տնտեսության նոր ոլորտի զարգացումը խոչընդոտող օրենքի նախագծին։ Հորդորում եմ աջակցել Web3 համայնքի փորձագետների առաջարկած տարբերակին, որը ներառում է բնագավառի համար լավագույն կարգավորումներն ու կառուցողական մոտեցումները եւ մշակվել է այս պահին ԱՄՆ-ում գործող հաջողված փորձի հիման վրա։